Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ պարոն Գարեգին Չուկազյանի հետ։ Ողջույն պարոն Չուկազյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ընտրություններից հետո դեռ չենք հանդիպել, այդ մասին կխոսենք։ Եվ այսպես առաջին հարցս ընդհանուր է, ինչպես է գնահատում Հայաստանի իրավիճակը ներքին քաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական, երկու պարզապես իրավիճակ ներկայացնեմ, որից հետո հիշեցնեմ, այսինքն ավելի շուտ մեր լսարանին եւ որպես նախաբան, Ռուսաստանը ինչ-որ ժամանակ է հատկացրել մինչև դեկտեմբեր ժամանակ է տվել Հայաստանին, ասում է հանրաքվե անցկացրու ում հետ ես, ԵԱՏՄ-ի թե Եվրամիության, այսօրվա նորությունն էլ այն էր, որ Ալեն Սիմոնյանին նշանակել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փոխարեն, նորությունը այսպիսին է, նորությունները այսպիսին են վերջին, եւ այսպես ներքին քաղաքական իրավիճակը Հայաստանի եւ արտաքին քաղաքական իրավիճակը ձեր բնութագրմամբ ինչպիսին է։ Եթե կարճ ասեմ, ապա ինչպես որ փողոցում Երևանի այդ խցանումներն են, այնպես էլ մեր քաղաքական իրավիճակը այդպես խցանված վիճակ է, բայց նաև մեր մտավոր վիճակն է խցանված եւ բարոյական վիճակն է խցանված, այսինքն եթե մի բառով ասենք խցանում, մեծ խցանում։ Այո, մեծ խցանման մեջ ենք մենք, բոլոր ամբողջ ազգային խցանում է։ Այլ կերպ ասած, ուրեմն եթե քաղաքական լեզվով խոսենք, փակուղային է վիճակը, հա, երևի թե։ Կարող եք այդպես ասել, կարող եք այդ ուրիշ բառեր օգտագործել, ես խցանում ասեցի, որովհետև ժողովրդի համար ամենօրյա այն խցանումները, որում իրենք հանդիպում են տրանսպորտային եւ ընդ որում ոչ թե դա քչանալու միտում ունի, այլ տեսնում ենք, որ շատանալու է այդ խցանումները, որովհետև լուծումները, որոնք արվում են, հա, նույն շինարարությունը ենթադրենք, հանգեցնելու է այդ խցանման ավելի մեծացման։ Այսինքն չկա որևիցե մտածողություն, ճարտարապետի մոտեցում, որ հասկանաս, թե այս խցանումից ինչպես ենք դուրս գալու։ Եվ ոչ միայն Երևանի խցանումից, այլև առհասարակ։ Դե նորից եթե խցանումը տրանսպորտային խցանումի հետ ենք համեմատում, այնուամենայնիվ մարդիկ ի վերջո հասնում են կամ աշխատավայր ուշացումով, կամ տուն, շատ ուշ հոգնած։ Բայց բոլորի համար հասկանալի է, չէ, որ այս վիճակը հիվանդագին վիճակ է, եւ գնալով ավելի խորացող է։ Ահա, հիվանդագին փակուղային լուծումները, այսինքն դուք տեսնում եք, որ ինչ որ մի տեղից աշխատանք է տարվում, որպեսի լուծվեն խնդիրները, թե խճճված այսպես վիճակում այդ խցանման մեջ անհույս խցանում, sense ձևակերպեմ։ Ես անհույս խցանում չեմ համարում, ես որտեղ պատմություն գիտենք, մեր պատմությունը գիտենք ուրիշ ազգերի պատմություն, հենց վերջի շրջանի, ես բազմիցս ասում եմ ֆրանսիական դիմադրության շարժումը, ասենք պատերազմի եւ կոլաբորացիոն իշխանությունը Ֆրանսիայում լավագույն օրինակներն է հասկանալու համար, թե այդ խցանված վիճակներում առասարակ ինչ է պետք անել, ինչպես պետք է մարդը, ազնիվ մարդը իրեն ինչպես պիտի պահի քաղաքացին։ Եվ ես այստեղ դրա համար կուզեի հիշել Ալբեր Կամյուի խոսքերը, որը հենց այդ դիմադրության շարժման մասնակիցներից էր, մտավորական, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ նա այսպիսի մի խոսք ունի, ասում է, երբեմն զուտ կրելը դիմանալը գերմարտկային ճիգեր է պահանջում, ուղղակի կրելը, մարդ լինելը։ Հիմա մենք այս գրոտեսկի մեջ, որ ապրում ենք, բոլորի համար հասկանալի է, ես չեմ ուզում մանրամասները ասեմ, բոլորը տեսնում են սա, խորհրդարանի ասենք վիճակը եւ այլն։ Դրա համար այդ սեփական արժեքներին հավատարիմ լինելը եւ փորձել որոնում կատարելը, դա երբեմն գերմարտկային ճիգեր է պահանջում։ Առաջինը դիմանալը, երկրորդը դիմադրելը։ Այո։ Տարբեր։ Այսինքն արժեքներին, սեփական արժեքներին հավատարիմ լինելը։ Սկսում է ամեն ինչ դրանից, արժանապատվությունից է սկսում, եւ հետո Աստված մեծ է, լուծումներ գալիս են, որովհետեւ այսպես բնականաբար չի կարող երկար շարունակվել։ Եվ ոչ միայն Հայաստանի համար եմ ասում, սա ընդհանուր օրինաչափություն է, մենք տեսնում ենք տարածաշրջանում ինչ է կատարվում, մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում, չէ՞։
ռազմական ծախսերի աճը ամենուրեք, ռազմաարդյունաբերության խթանումը ամբողջ աշխարհում, այդ ընդհանուր մեծ խցանման նաև հետևանք է մեր վիճակը, այնպես չի, որ մենք լուսնի վրա ենք ապրում։ Մեր խցանումը ավելի մեծ խցանման։ Այո, քաղաքակրթական, շատ մեծ քաղաքակրթական խցանում է եւ այդ խցանումից մարդկությունը պիտի փորձի դուրս գալ։ Եվ մենք տեսնում ենք, որ հիմա ամենուրեք լարումներ են, չէ՞, քաղաքական, եւ ներքին եւ արտաքին քաղաքական լարումներ են բոլոր երկրներում։ Բոլոր իրենց հարգող երկրները մեծ ու փոքր այդ լարումների մեջ են, բայց այդ որոնումը չպիտի դադարի, չպիտի կանգնենք, չպիտի հաշտվենք այս վիճակի հետ, այս պարտության հետ մենք չպիտի հաշտվենք, ինչքան էլ մեզ ռևանշիստ կոչեն, այո, մենք չպիտի հաշտվենք այս պարտության հետ։ Հիմա մի քիչ ավելի կոնկրետացնենք հարցը։ Ընդհանուր գնահատականը տրվեց, բայց դուք ձեր խոսքի մեջ ասացիք այս խայտարակ խորհրդարանը։ Եկեք հատված առ հատված տեսնենք։ Նշանակումներ են արվում, Ալեն Սիմոնյանի մասին էլ նոր խոսեցի, դրան էլ կհասնենք։ Եկեք սկսենք խորհրդարանից, ընտրություններից սկսենք։ Նույնիսկ եմ ասում, մենք չենք զրուցել ընտրություններից հետո։ Ձեր գնահատականը ինչ տեղ ունեցավ եւ ինչու եք համարում խորհրդարանը խայտարակ։ Քաղաքական դաշտն եմ համարում խայտարակ, ոչ միայն խորհրդարանը, որովհետեւ մենք որպես եթե մենք մեզ պետություն համարեինք, բայց ես պետություն չեմ համարում, այն ինչ որ մենք ունենք, դա վարչակազմ է ընդամենը, ձեր բոլոր հարցերը ինչ որ դուք տալիս եք հիմա վարչակազմի վերաբերյալ եք տալիս, որովհետեւ պետությունը առհասարակ ունի խնդիր, ինքը ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է եւ ինքը պիտի որոշակի ֆունկցիաներ ունենա, այսինքն ծառայել ազգի շահերին։ Հիմա մեր այս վարչակազմը ինչքան է ծառայում մեր ազգի շահերին։ Մենք տեսնում ենք, որ համարյա ամենօրյա խայտարակությունն է, որովհետեւ օրինակ երեք իմացանք, որ Ալիևի շուրթերից իմացանք, որ ադրբեջանցիները եկել են ինչ որ տեղանքն են ուսումնասիրել, հա, որոշել են որտեղ պետքա սյուներ տեղադրել եւ այլն, եւ դրա մասին մենք իմանում ենք Ալիևից։ Հայաստանի տարածքում տեղի ունեցող, ասենք, ինչ որ իրադարձություն է։ Սա ինչի մասին է խոսում։ Կամ այն, որ ենթադրենք Բաքվում ինչ որ մի բան են ասում, հաջորդ օրը Երևանում կրկնում են որպես ներքին օրակարգ։ Սա ներքին, սա պետության նշաններ են, չէ՞, սա վարչակազմ է, որը համագործակցում է թշնամու հետ։ Ուրիշ ձև չկա կոչելու սա։ Կոլաբորացիայի տերմին գոյություն միջազգային թշնամու հետ համագործակցող կառավարություն, անձնակազմ, այսպես ասենք։ Հիմա այդ խայտարակությունը, երբ որ ես ասում եմ, սա նշանակ նկատի ունեմ, որ օրինակ քրդերը գիտեն, որ իրանք պետություն չունեն, չէ՞։ Իրենք պայքարում են պետություն ունենալու, որ իրենց շահերը ինչ որ մեկը արտահայտի։ Հիմա հայերին թվում է, որ իրանք պետություն ունեն, եւ այդ պետությունը պիտի իրենց փոխարեն իրենց շահերը պաշտպանի։ Բայց այս ֆիկցիա է, չէ՞։ Չունենք մենք այդ պետությունը։ Երբ որ այդ գիտակցությունը կունենանք, որ սա մեր պետությունը չի, մենք դեռ նոր պետություն պիտի ստեղծենք, այն ժամանակ սկսի առողջացման ընթացքը։ Նոր պետություն պետք է ստեղծվի։ Հիմա էլ դրա մասին շարունակենք խոսելը։ Այնուամենայնիվ մենք պետականություն ունենք, դուք ցածր եք գնահատում վարչակազմ ունենք։ Ասում եք վարչակազմ է, դա այո, ցածր գնահատական եք տալիս այդ վարչակազմի գործառույթներին եւ ասում եք նրանք ընդհանրապես վարչակազմ են, ստատուսին եմ որոշակի գնահատական տալիս։ Ինչ է պետք, որպեսզի Հայաստանը, որպեսզի դուք անձամբ ձեր գնահատականն եմ, քանի որ հարցնում, ասեք այո, սա Հայաստան պետությունն է։ Մենք ունենք ամուր պետականություն, որը պետք է պաշտպանենք եւ պետք է ամրացնենք։ Ամեն ինչ սկսվում է նախ ինքնիշխանությունը սկսվում է ուղեղից։ Նախ պետք է դու ուղեղ ունենաս ինքնիշխան, որ հետո մտածես թե ինչպես իրականացնես, շատացնես այդ քո ինքնիշխանությունը։ Դա քո արժեքներն են։ Մտածելակերպից, այսինքն։ Ամեն ինչ սկսվում է այդ արժեքներից, թե դու ինչն է քո համար արժեք, եթե լակել եւ լափելն է քո արժեքը եւ դրա վրա էս կառուցում ամբողջը, ասենք ասում ես, այ բարեկեցության վրա պիտի կառուցենք, միայն այդ պետություն չեղավ։
դա երբևիցե ինքնիշխանության մասին խոսել հնարավոր չի, որտեղ դու չես հասկանում քո եսը որն է, որն են կարմիր գծերը, որի համար դու պատրաստ ես զոհվելու։ Երբ որ դու այդ հարցերին չես ուզում անդրադառնալու, այլ խոսում ես միայն բարեկեցության մասին, այդ նշանակում է, որ դու չես հասկանում։ Ու երբևիցե չես հասկանա, թե եսը որն է, ինքնիշխանությունը որն է, արժանապատվությունը որն է։ Բայց իհարկե մարդկանց, ասենք, թեկուզ շատ բարձր գիտակցության մարդիկ այնուամենայնիվ տեսնում են, չէ, որ տարբեր մարդիկ կան իր շրջապատում, նույն Հայաստանում կան արժանապատվությունը չկորցրած մարդիկ եւ մարդիկ, որոնք պատրաստ են համակերպվել ամեն ինչի, դա միշտ էլ եղել է։ Այդ դիմանալու հետևորության առնչությամբ։ Գիտեք, նստերն էր, կարծեմ լավ ձևակերպումն է, ասում է մեր խնդիրը թուրքերը չեն, մեր մեջ ապրող այն հայերն են, ովքեր թրքանման են, նրանք են մեր խնդիրը, թե չէ թուրքերի հետ կարելի է ի վերջո խնդիրները լուծել, հարցը մեր մեջի այդ եսի սահմանները չճանաչողներն են, ազգային եսի։ Պատճառը որն է, որ տեսեք, քանի տարի առաջվա խոսք եք ասում, որը այսօր էլ եք համարում, որ տեղ ունի։ Գիտեք, բնության մեջ տարբեր այսպես երևույթներ կան, այդ թվում պարազիտային երևույթներ կան, չէ՞։ Կա օրգանիզմ եւ օրգանիզմի մեջ ապրող պարազիտ, որը սպառում է տիրոջ մարմինը։ Հիմա մեր մեջ այդ պարազիտն է գլուխ բարձրացրել, որը սպառում է մեր մարմինը, մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը, մեր արժեքները, մեր ապագան, ամեն ինչը։ Այս վերջերս մի հատ լուսանկար շրջանառության մեջ դրվեց Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու քանդակազարդ խաչն էր։ Այդ խաչը վերցրել են, մեջտեղից փորել են եւ ներսից մի հատ ուրեմն խողովակ են հանել, տաքացնող, հա։ Խաչը փորել են ամբողջությամբ, միայն թե դուրս գա, որ տաք լինի, հասկանում եք, այդ տաք լինի։ Այդ լուսասովորական լուսանկար չի դա։ Դա տոմոգրաֆիա է կոմպյուտերային մեր հոգու վիճակի, շերտագրությունն է մեր հոգու վիճակի, թե մեր պարազիտը ուր է հասել արդեն դուրս է եկել, հասկանում եք, սովորաբար թաքնվում է, չէ, հիմա չի թաքնվում այդ պարազիտը, ինքը դուրս է եկել, բոլորին ցույց է տալիս, թե ինքը ով է, առանց որևիցե դիմակների։ Սովորաբար երբ որ վերլուծական հոդված են գրում, այսպես 3 կամ 4 մասից է բաղկացած լինում այդ պլան կոչվածը, տրամաբանական այդ շղթան, առաջինը նկարագրում են իրավիճակը, երկրորդը ասում են ով է մեղավոր, ինչ պատճառով է դա եղել, երրորդը ինչ լուծումներ կան, չորրորդը պրոգնոզն է գալիս։ Եկեք հիմա դուք առաջինը նկարագրեցիք։ Որպեսզի մի անգամից պատասխանեմ այդ բոլորը իրար հետ, ուսումնասիրեք, տեսեք, թե ինչ վիճակում էր Ֆրանսիան եւ ինչպես դուրս եկավ այդ վիճակից։ Ասենք Դեգոլի ժամանակ Դեգոլը ով էր իրեն հարգում, ով էր բանի տեղ դնում իրան 40 թվականին եւ անգամ 44 թվականին, երբ որ արդեն ափանումը եղել էր Նորմանդիայում ամերիկյան զորքերի, ամերիկացիները օրինակ գտնում էին, որ Ֆրանսիան ինքնիշխան երկիր չի լինելու։ Գիտեք դրա մասին, ես չգիտեի։ Ես վերջերս եմ իմացել։ Դեգոլը երբ որ իմանում է, որ ամերիկացիները ափանում են արել եւ սկսել են ֆրանկեր արտադրել, փող էին արտադրում ամերիկացիները, ինքը միանգամից հայտարարում է անցումային իշխանության ձևավորման մասին։ Եվ ամբողջ կոչով դիմում է Ֆրանսիայի ժողովրդին, ասում է, միջև ամերիկացիները Փարիզ հասնեն, ֆրանսիացիները պիտի ազատագրեն Փարիզը։ Հակառակ դեպքում Ֆրանսիան չի լինի։ Այդպես է պատմությունը եղել, գիտեք, միջև 44 թվականի անգամ այդ Փարիզի այդ ապստամբությունը ինչ որ եղել է, եթե դա չլիներ, չէր լինելու Ֆրանսիան, այն երկիրը ինչ որ դարձավ, որովհետև անգամ Միացյալ Նահանգները չէին ապահովելու Ֆրանսիայի ինքնիշխանությունը, դա պետք է Ֆրանսիայի ժողովուրդը ինքնիշխան լիներ, եւ ինքը այդ կոչով դիմեց, որ դուք պիտի ապացուցեք, որ դուք ինքնիշխան եք, ինքնիշխանությունը ոչ ոք չի նվիրում, ինքնիշխանությունը դա սեփական գործողության հետևանք է, փոքր գործողություն կարող է, փոքր ինքնիշխանություն կլինի, շատ մեծ գործողություն կանես, մեծ ինքնիշխանություն կլինի, ամբողջ հարցը թե ինքնիշխան ես, թե չէ,
դու ես որոշում էքստրեմալ վիճակների հայտարարման, էքստրեմալ վիճակի հայտարարումը ով է հայտարարում, մենք սպասում ենք ինչ-որ մեկը պիտի հայտարարի, թե մենք պիտի հայտարարենք, որ մենք էքստրեմալ վիճակում ենք։ Դեգոլ ունենք, թե հասարակություն հավաքական կերպար է, իդեպ հիմա մենք դեգոլ որ ասում ենք, այնտեղ բազմաթիվ հերոսներ են եղել, բազմաթիվ։ Ես չեմ ասում շատ, որովհետև ֆրանսիացի այդ ժողովուրդը, որը իմպերիական ժողովուրդ էր, չէր դիմադրում 44 թվականին անգամ, չէր բարձրացնում ապստամբություն, համակերպված էր, բայց այդ հավաքական դեգոլը հայտնվեց, մարդիկ շատ փոքրաթիվ մարդիկ են եղել, իսկ որ ասում եք կան թե չէ, մի հատ նայեք էլի, մոռացել ենք ինչի, ասենք Վարուժան Ավետիսյանի եւ Սասնա Ծռերի բանտում գտնվելու մասին, այսինքն որտեղ պիտի փնտրենք, լուսնի վրա, այդ մարդիկ մեր մեջ են ապրում, հենց հիմա բանտում են նաև, այսինքն մենք որտեղ, նայեք որտեղ, շատ պարզ է, մոռացել ենք արդեն, որ մեր մեջ այդ մարդիկ կան, այդ արժանապատվության կրողները կան եւ հիմա էլ կան եւ էլի ոչ միայն Սասնա Ծռերը, գնալով ավելի շատ են լինելու այդ մարդիկ, ես չեմ ուզում սահմանափակել միայն Սասնա Ծռերով, տեսնում եք, որ հասունանում են այդ ազգային այդ արժանապատվության կրողները միգուցե իրար հետ դեռևս չմիավորված, բայց այդ այն լինելու են հիմքը, որի վրա միավորվելու են, ասենք ինչպես Ֆրանսիայում կոմունիստներն ու թագավորականները, ինչ կարող էր միավորել իրանց, ոչ մի բան, իրանք իրար քաղաքականորեն հակառակորդներ էին եւ շարունակեցին լինել, բայց իրենց միավորող մի բան եղավ, չէ, որը միավորեց։ Կամ գիտեք ինչ, ես ես վերջերս նայում էի այդ թվերը, երբ որ բացահայտում ես, շշմեցնող թվեր են։ Մենք լավ չենք պատկերացնում այդ պատմությունը։ Այս վիճակը շատ նման է մեր այն պարտությանը, որը առաջի համաշխարհային պատերազմից հետո մենք ունեցանք 21 թվականից հետո։ Դեռևս 24 թվականին, 1924 թվականին, ուրեմն այն գումարը, որը հայերի Օսմանյան Թուրքիայում հայերի ձեռքից վերցվել էր, դա մոտարապես 33 տոննա ոսկի է եղել, մենակ բանկային հաշիվների վրա։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Այս ինչ որ ասում եմ փաստեր են։ 33 տոննա ոսկին Օսմանյան կայսրությունը փոխանցում է Բերլին, գերմանական բանկում է պահում պատերազմի ժամանակ, պատերազմը պարտվելուց հետո այդ ամբողջ ոսկին անցնում է Անտանտի երկրների ձեռքը եւ 19 թվականին Վերսալի խորհրդաժողովի ժամանակ Փարիզում, որին դեպ հայերն էլ էին, չէ, որպես հաղթող երկիր մասնակցում, դա փոխանցվում է հաղթող երկրների հաշվի վրա, ընդհանուր հաշվի։ Հայերի բանկային գումարի մասին եմ ասում, 33 տոննա ոսկի։ Եւ հետո, քանի որ Հայաստանը բռնագրավում են, չէ, բռնազավթում են, կիսում են 20 մինչև 24 թիվը դեռ այդ հաշիվը կա, պետք է որոշեն ում միջև պիտի բաշխվի այդ փողը, հաղթող երկրները, բայց քանի որ սեղանին այլևս Հայաստանը նստած չի, որոշում են այլ ձևով բաշխել, առանց հայերի։ Եվ երկու բրիտանական պրեմիեր-մինիստրը նախկին ելույթ են ունենում, ասում են ախր այս հայերի փողն է։ Մենք ոնց ենք բաշխում մեր միջև, գոնե մի մասը տանք հայերին, որ մի 50,000 հայ հայրենադարձվեն խորհրդային Հայաստան եւ այնտեղ այդ օգնենք իրենց, դա էլ չեն տալիս։ Այդ ամեն ինչը փաստագրված է, գիտեք, այդ ես մենակ ասում եմ բանկային հաշիվները, իսկ այն այգիները, տարածքները, սեփականությունը, որը մենք ունեինք, որոնց, ասենք, օրինակները ասեմ ցես, օրինակ այսօրվա Թուրքիայի նախագահի Էրդողանի նստավայրը Չանկայա այդ պալատը գտնվում է հայկական սեփականության, բռնագրաված սեփականության վրա Անկարայում, կամ Ինջիրլիկի բազան ամերիկյան ամբողջությամբ տեղակայված է
փաստեր ունեցող, այսինքն սեփականության վկայագիր կա, այն կադաստրի թուղթ, որ ասում է Նիկոլը, որը ցույց է տալիս, որ Ինջիրլիկի բազան գտնվում է հայկական բռնագրաված սեփականության վրա։ Դուք պատկերացնում եք մենք մեր կորուստները ինչ չափի են եղել այն դարաշրջանին եւ մենք 100 տարվա ընթացքում չենք կարողացել ազգովի հասկանալ մեր հետ ինչ պատահեց։ Այս ինչպես մենք թալանվեցինք, հա, դարի կողոպուտը եղավ։ Գիտեք ինչ դու ասում ես։ Մենք այսօր, չէ, ես ասում, չէ, ես բացատրում եմ այն, որ այն ինչ որ մենք ինչով անցել ենք 20-ական թվականներին եւ կարողացել ենք դուրս գալ այդ անլեզվության վիճակից։ Մենք դուրս ենք եկել որպես ազգ, դուրս ենք եկել։ Այդպես կա մեզ այսօր հույս տա, որ մենք դուրս ենք գալու այս վիճակից։ Այո, ինչպես 20-ական թվականներին ճնշում էին բոլոր այն մարդկանց, ովքեր ազգային էին, ովքեր խոսում էին ազգային նպատակների մասին, ովքեր թուրքերի դեմ ինչ-որ մի բառ էին ասում, մի անգամից կամ սպիսիբիր էին ուղարկում կամ ոչնչացնում էին, ինչպես 37 թվականին, անցել ենք այդ բաներով, այս նեոբոլշևիզմը տեսել ենք, սա նեոբոլշևիկյան երկրորդ ալիքն է, որը մենք տեսնում ենք, դուրս ենք գալու սրանից, ինչպես դուրս ենք եկել, շատ ավելի ծանր վիճակից ենք դուրս եկել, ես ինչի եմ ասում, ես ուզում եմ ցույց տալ, որ դիմադրելը, պայքարելը իմաստավոր է, միգուցե այո, երկար է տևում, բայց պետք է, չպետք է հանձնվել, այսօր գլխավոր հարցը չհանձնվելն է, չկոտրվելն է, չհուսահատվելն է, մինչև վերջ հավատալն է, որտեղ այդ ճանապարհին բացվում են այն էներգիաները, այն ուժերը, որոնք քեզ պետք են լինելու դուրս, այդ ընթացքում նաև միջազգային իրավիճակն է հազար ձևի փոխվում, առայժմ նպաստավոր չի, բայց տեսեք, դուք ձեր նշած նորությունների մեջ կարևորագույն նորություն պիտի ասեք, դա Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա առանցքի ձևավորումն է, չէ՞, դաշինքը, այո, անպայման դաշինք է ձևավորվել նոր, ում դեմ է ձևավորվել այդ դաշինքը, կամ մի հատ հարց տանք, Հայաստանի դեմ է ձևավորվել, միայն Հայաստանն է գլխավոր հարցը, թե այս տարածաշրջանում լուրջ հակասություններ կան, եւ այդ հակասությունների հաշվին Հայաստանը կարող է ինչ-որ պահից դուրս գա այս փակողուց, որի մասին խոսում ենք։ Իրան թե ճիշտ դիվանագիտական աշխատանքի արդյունք։ Ոչինչ բան իրան չի լինում։ Ես հենց դրա համար ասեցի օրինակ Դեգոլի, որ անգամ բարենպաստ պայմաններում դու պիտի կարողանաս ինքնուրույն գործողություններ, ինքնուրույն քայլեր անես, ինքնուրույն քաղաքականություն անես, չվախենաս այդ ինքնուրույն քաղաքականությունից։ Հիմա Հայաստանում ով է այդ ինքնուրույն քաղաքականությունը վարում։ Ես արդեն ասեցի, որ մեր քաղաքական դաշտը խցանված է, ինքը դեռ չի կարող արտահայտվի, ձայները, որոնք անգամ կան, խլացվում են, այդ խլացուցիչներ է դրված, այդ ձայնը չի հացնում, օրինակ ձեզ քանի հոգի է լսում այս հաղորդումը։ Պարոն Շուկազյան, այդ էլի նորից եթե խցանուն օրինակն ենք բերում, խցանում ունի վարորդը ունի երկու ելք։ Մեկը սպասում է եւ դանդաղ գնում է դեպի ելք, դեպի չի սպասում, ոչ մի սպասելու բան չունենք սպասելու։ Երկրորդ տարբերակը նա համարում է, որ սպասելու բան չունենք, այլևս չի սպասում, նա մեքենան թողնում եւ գնում է ուրիշ ուղղությամբ, ոտքով է գնում։ Հիմա եկեք տեսնենք որ ճանապարհն է, ես լուծման թեման է։ Գիտեք ինչն է լուծումը։ Տեսեք, այն ինչ որ առաջարկվում է այսօրվա վարչակազմի կողմից, ես դեռևս sense կփորձեի ասել, վարչակազմի այն ներկայացուցիչները, որոնք ոչ թե Նիկոլի նման փորձում են լրիվ մանիպուլյացիա անել, այլ փորձում են, ասենք, ներքին քննարկումներ ժամանակ, դե ասել դե պարտվել ենք, բա ինչ պիտի անենք, մի ձև պիտի գոյատևենք, բան, չէ, ինչ կարանք անենք, ուժերները շիներում, մի հարմարվենք, մի ժամանակ շահենք, մի այսպես բացատրողներ կան, չէ, Նիկոլին արդարացնողներ կան։ Այդ մարդիկ, եւ ասում ես ինչ ես առաջարկում, ինչ պիտի անենք մենք հիմա։ Այդ իրական Հայաստանը ո՞րն է։ Այդ այն Հայաստանն է, որտեղ բարեկեցություն կլինի, կհզորանանք, հետո կամաց կուժեղանանք, հետո կսկսենք արդեն մեր արժանապատվությունից խոսել։ Եկեք արժանապատվության մասին, մեր պահանջների, մեր իրավունքների մասին այսօր չխոսենք, Թուրքիայի, չգիտեմ, ցեղասպանության ֆլան, այդ պետք չի խոսել, Արարատի մասին պետք չի։ Եկեք այդ
բարեկեցության համար ձեր ասած, եթե դու ժողովրդին ես դիմում այդ ասում ես այդ ձևով անենք, այդ մարդը կապս ինչի պետք է ես այստեղ ապրեմ ախր։ Աշխարհը բաց է։ Հազար տեղ կա գնալու։ Այդ այնց իրական պետություն, որը մեր հայրենիք պետք է լինի, ամեն պետությունը կարող է հայրենիք դառնա։ Ինչով է այս պետությունը այն պետությունից ավելի լավ։ Եթե բարեկեցությունով է, այնա կգնամ այդ երկրներում կապրեմ։ Ինչի պետք է ես երկրում ապրեմ։ Ես երկիրը ինչ ամ ես համար։ Եթե պետությունն է հայրենիք եւ ոչ թե հայրենիքն է կարևոր։ Կգնամ ուրիշ պետություն, ուրիշ հայրենիք ինձ կորտեգրեմ։ Այդ է առաջարկում ժողովրդին։ Ձեր ասացի պես վարորդ կթողի կգնա։ Չէ, մենք այդ չենք առաջարկում։ Դրա համար էլ մնացել ենք այստեղ։ Հակառակ դեպքում մենք էլ կտենց կվարվեինք, չէ՞։ Մեզ ուրիշ բաներ են պահում այստեղ։ Եվ ոչ միայն մեզ, այլև այն բոլոր այն մարդկանց, ովքեր հայրենադարձվում են այս պարագաներում, այսպես գրավված երկրի վիճակում հայրենադարձվում են եւ փորձում են տեղում ինչ-որ բաներ անել։ Լավ, դուք ուրեմն բարձրացնում եք այսպիսի թեմա, եթե ճիշտ եմ հասկանում։ Դե Գոլ ինքը կա կամ կլինի, ինքը եթե անգամ այսօր էլ կա, ինքը դեռ արգելափակված է, ճաղերի հետևում է կամ դեռ մենք չենք կարողանում, Դե Գոլը դեռ Չէ, որ ինքը կա, ես վստահ եմ։ Ինքը կա։ Այս Դե Գոլի հարցը ժամանակը, որում այդ դիմադրության ճակատը նույն Ֆրանսիայում առաջացավ, միասնական, տևեց։ Դա տևեց։ Հիմա այդ մեր մոտ այդ փոխվստահությունը տարբեր ուժերի միջև դեռևս չի ձևավորվում։ Հիմա Բայց կձևավորվի, ես վստահ եմ։ Երկրորդ հատվածը, որի վրա պետք է հենվի, որով սնվում է այդ առաջընթացը, դա հասարակությունն է։ Դուք հիմա խոսում եք այդ վարորդների թեման, որոնք այդ խցանման մեջ են, դա հասարակությունն է։ Եվ դուք ամենասկզբում ասիք միտքը, ես ասացի, չգիտեմ, խելքը դուք ասիք, ես ասացի միտքը, հասարակությունը ինչպես է հասարակության ընկալումները եկեք տեսնենք։ Այնտեղ էլ Ֆրանսիայի մասին խոսելով դուք ասիք շատ մեծ չէր, շատ լայն չէր հասարակությանը այն շերտը, որը ոտքի կանգնեց։ Եկեք փորձենք գնահատական տալ կամ ձեր խնդրեմ, որպեսզի դուք կիսվեք ձեր կարծիքով։ Այս պահին ինչ է մտածում հասարակությունը կամ ինչ հատվածներ կան հասարակության մեջ։ Մտավորական, մարդիկ ովքեր ինչպես դուք ասիք Կամյուն ասում է դիմանալ, դա էլ կարևոր է։ Դիմանալ, կրել, ոչ միայն դիմանալ, այլև կրել է։ Կրողն է։ Այո, չէ, դիմադրել ցանկացողը, համակերպվողը, չհամակերպվողը։ Եկեք փորձենք այս իրավիճակում, երբ որ բոլորը բոլորի հետ վիճում են եւ կոպիտ ասեմ կռվում են քաղաքական հարցերի շուրջ, ինչպես կներկայացնեք, պատրաստ է հասարակությունը Դե Գոլին, թե ոչ։ Էլի Ֆրանսիայի օրինակը նայեք, իմ ջալոց հետաքրքիր է, որ հենց այս շրջանում, այս մեր օրերում, Դե Գոլի կերպարը նորից դարձել է լայն քննարկման առարկա Ֆրանսիայում։ Այն փաստը, որ ֆիլմ հանեցին, եւ ոչ միայն որ հանեցին, այլև այդ ֆիլմը ամբողջ քաղաքական սպեկտրի, որոնք գիտեք իրար կրծում են Ֆրանսիայում հիմա, չէ՞, սարսափելի բան է, պայքար կա ներքին Ֆրանսիայում։ Որովհետև արտաքինից էլ են։ Այո, բայց բոլոր այդ կուսակցությունները ամբողջ սպեկտրով մեկ Դե Գոլի կերպարը ընդունում են։ Եվ այդ ֆիլմի քննարկումը, ֆիլմը համարում են շատ կարևոր եւ հաջող, որ այսօր դա նորից ֆրանսիական ժողովրդի մեջ արտնացնում է քննարկում է առաջացնում, թե ինչ պիտի արվի, ինչպես պիտի դուրս գան իրենք այն ճահիճից, որում Ֆրանսիան այսօր հայտնվել է։ Հիմա Ֆրանսիայի Դե Գոլի հետ կապված տարբեր դոկումենտալ ֆիլմեր եւ որ անում են, չէ՞, այդ ֆիլմերի եթե նայեք կա հիմա ինտերնետում շատ հետաքրքիր ֆիլմեր են։ Այնտեղ ցույց են տալի, որ ասենք գերմանացիները երբ որ մտնում են Փարիզ, երբ որ մտնում են Ֆրանսիա եւ այլն, ֆրանսիացիները ինչպես են ընդունում գերմանացիներին։ Այդ ինչպես պատահեց, որ այդ պարտությունը այտենց մասսայական հետո էլ ընտրություն են անում եւ ընտրում են, ասենք, Վիշի կառավարությունը, որը Դե Գոլի դեմ է։ Ընտրություն են անում, Դե Գոլ մեկ չկա, Դե Գոլն ով է։ Այնտեղ Վիշի են ընտրում, պարտվածին են ընտրում, որ տեսեք ինչքան նմանություններ կա եւ այդ
ֆրանսիական ժողովուրդը ինչա ռեստորաններ, կաֆեներ չէր գնում Փարիզում գերմանացիների ժամանակ, օկուպացիայի ժամանակ, բանը չէր երգում, ասենք հայտնի երգչուհին իրենց կաբարեներում այդ ժամանակ։ Մուլան Ռուժում։ Այո։ Չէ, երգում էին, չէ, այդ ամեն ինչը կյանքը շարունակվում էր, չէ, թվում էր թե լավ, ուստի, այսինքն այդ բուրժուա իմաստով էլի, այսինքն քաղաքենի իմաստով, քաղաքենիությունը կար Ֆրանսիայում։ Մեր մոտ էլ էս քաղաքենիությունը, որ ասենք իրան թվում է, որ այսպես շարունակվելու է, ջայլամի քաղաքականություն ունենալով, գլուխը ավազի մեջ պահելով, ասում դե բա խաղաղություն է, լավ է արդեն, ինչ եք ուզում եք զոհվեին երեխեքը։ Ասում ես խաղաղություն չի, զինադադար է։ Ինչ խաղաղություն։ Երեք լսեցիք, էլի լուրերից եթե խոսենք, Տրամպը զանգեց այս օգոստոսի 8-ի հետ կապված Ալիևին, ոչ թե Երևան, չէ՞, բայց ես ուրախ եմ, որ Երևան չի զանգել։ Դե Երևանի հետ խոսել է։ Չէ, չի խոսել, զանգել է Բաքու։ Ադրբեջանցիները ուրախացել են, բայց տեսնում եք, մեզ են բանի տեղ դնում, հայերը արդեն չկան։ Դե իբր հարցրել է, թե Իրանի հետ ինչպես ես հարցրել։ Հա, բայց այդ հարցը մենակ այդ հարցը, չէ, բայց այդ մենակ այդ հարցը, չէ, մատուցմամբ չէ, այդպես է։ Որտեղ դրանից անմիջապես հետո Ալիևը գնում է Նախիջևան եւ ռազմականացման հարցերն է քննում Նախիջևանի։ Հիմա դա պետք է մտածենք, որ դա միայն սպառնում է Սյունիքին, չէ։ Ես ուզում եմ այս ինչի եմ ես ասում, որտեղ վիճակները փոխվելու են։ Այսպես չի մնալու, այս խցանումը ասենց չի մնալու, այս խաղաղության, այս պատրանքը որ կա, հա, սա պատրանք է։ Եվ մենք պիտի հասկանանք սա։ Հասկանանք, որ այս իրավիճակը ուրիշ շարունակություն է ունենալու։ Էլ չեմ ասում են հանգամանքը, որ նույն այս դաշինքը, որ առաջանում է, այս դաշինքը ամբողջովին այսպես տակնու վրա է անում, չէ, տարածաշրջանը։ Պետք է հասկանալ, չէ, դրա դիմաց ինչ ուրիշ առանցքներ գոյություն են, ասենք, ընդհանրենք Եգիպտոս, Իսրայել, Արաբական Էմիրություններ, Հնդկաստան եւ այլն։ Եվ որ մենք այդ ամեն ինչի մեջ ինչ հնարավորություններ է բացվում Հայաստանի համար, բացվում են, չէ, այդ հնարավորությունները։ Սրա շուրջ պետք է քննարկում լինի, չէ։ Որտեղ էլի այդ ես չեմ, ես իմ ասածս այն է, որ այդ քաղաքական այն ինչ որ դաշտ է կոչվում, այդ դրանով պիտի զբաղվի քաղաքական դաշտ։ Դրա այդ հարցերը պետք է քննի։ Ոչ թե ամբողջ խորհրդարանը քննարկի կաթողիկոսի երեխա ունի եւ այլ, այն դեպքում, երբ որ ասենք աշխարհում անբարոյականությունը հասել է այն հայտնի կղզու Էփշտեյնի կղզու աստիճանների, ինչ եք քննարկում, բարոյականության հարցեր եք քննարկում, որ բարոյականության հարցեր, որ աշխարհի բարոյականության հարցերն եք քննարկում։ Մի հատ ձեր այգին նայեք ինչ վիճակում է ընդհանուր։ Ես հիմա դուք ինձ կարող եք մեղադրել, ասել ինչի կոնկրետ չեք ասում, սենց անենք, նենց անենք։ Ինչի ասեմ կոնկրետ։ Պետք չի ասեմ։ Դրա ժամանակը չի։ Բավականին բան ասեցի ես արդեն։ Եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Հարցեր ունեմ, գովազդից հետո։ Գովազդը սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։
ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գարեգին Չուկազյանի հետ, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ։ Եվ այսպես, պարոն Չուկազյան, մենք այսպես ասած խնդրեցի ձեզ, որպեսզի դուք բնութագրեք, նկարագրեք ձեր ընկալմամբ, ինչպիսին է այսօր իրավիճակը, ներքաղաքական, արտաքին քաղաքական։ Ներքաղաքականը փակուղի է, ասացիք դուք, բայց փակուղին ոչ միայն Հայաստանն է վերաբերում, այլ ամբողջ աշխարհին եւ հակառակը երևի այդ շարժումները, որի մասին դուք ասացիք, այդ բլոկները, այդ միավորումները, այդ նույն պատերազմական իրավիճակները, ինչպես խնդրեմ են, այնպես էլ ելքեր են Հայաստանի համար։ Այո։ Ինչին պետք է պատրաստ լինի Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական միավորները, քաղաքական ուժերը։ Մենք խոսեցինք իշխանությունների մասին, դուք ասեք այնտեղ անհույս վիճակ է, այնտեղ նույն ազգային ժողովում ինչ որ ուրիշ հարցեր են քննարկում, ոչ այն, ինչի մասին դուք կուզենայիք լսել։ Լավ, բայց մենք ունենք նաև քաղաքական ուժեր, մենք ունենք հասարակություն։ Ես կնախընտրեմ կրկնել նորից բազմիցս ասած այդ միտքը, որ եթե փորձում ենք հասարակությանը նայել, ապա պետք է տեսնենք տարբեր շերտեր եւ այդ տարբեր շերտերի համապատասխան նաեւ գործողությունները հասկանալ, թե որը պետք է լինի այդ գործողությունները։ Ես կառանձնացնեի 4 շերտ։ Մի առաջի շերտը դրանք են մտածող, պլանավորող, նաեւ գործի մարդիկ են, որոնց կարող է կոչել ճարտարապետներ, եւ այդ ճարտարապետներն են, որոնք ունեն տեսլական, մշակում են այդ տեսլականը, քննարկում են այդ տեսլականը եւ դրա իրականացման ռեսուրսների մասին են մտածում։ Ունենք մի ուրիշ շերտ, որին պայմանականորեն կոչում եմ հրշեջներ, որոնք պատրաստ են իրենց կյանքը անգամ զոհել, երկարակը երբ որ սկսվում է եւ մենք տեսանք պատերազմի ժամանակ, չէ՞ որ դա շատ լայն շերտ է եւ այդ մարդիկ չեն վերացել, իրանք այստեղ են, նորից Հայաստանում են, ցավոք սրտի միգուցե երբեմն չի հերիքում իրենց այդ մտավորական ռեսուրսը, որպեսզի իրենք մտածեն, թե ինչպես են դուրս գալու այս վիճակից եւ այդտեղ շատ կարեւոր է այս երկու շերտերը, որ իրար հետ կարողանան ճիշտ լեզվով հաղորդակցվեն եւ փոխվստահություն առաջանա սրանց միջեւ։ Երրորդ շերտը, այսպես կարող եմ պայմանականորեն ասել, ջայլամների կամ կկուների շերտը, որը ջայլամական մտածողության կրողներ են, չեն ուզում ոչինչ տեսնել, չեն ուզում իրական, ասեն, այսօր կա էս, լավ, մնացածը, երբ որ կլինի ժամանակ կմտածենք։
այդ մարդկանց մեջ էլ ինչ որ մի շերտ կա, որ այնուամենայնիվ սիրտը չի կորցրել եւ հասկանում է, որ մեղքի մեջ է ապրում եւ այդ մեղքը կուտակում է, ինչպես որ տեսեք հիմա այս սկանդալային ձերբակալությունը, որ եղավ վերջինը, հա, որ բացահայտում է, թե նախկին էլիտան ինչ կյանքով էր ապրում, չէ՞։ Սարոկյանի մասին է խոսքը։ Ես նկատի ունեմ Հովիկ Աբրահամյան տղայի որդու, դա ցույց էր տալիս, չէ՞, որ այդ բարեկեցիկ ամբողջ հարստության մեջ ինչ էր կատարվում առասարակ եւ շարունակում է կատարվել իդեպ, չէ՞։ Մենք շատ լավ գիտենք։ Այսինքն այդ նաև իրանց է վերաբերում այդ ոչինչ մենակ այդ բարեկեցության մասին մտածողների այդ խախքենի շերտի մեջ էլ արտնացում տեղի ունենա։ Ես չեմ ուզում իրենց ասեմ, որ այդ շերտը լրիվ մենք անենք անհույս շերտ է, որովհետև այնտեղ էլ արտնացումներ կարող է լինել։ Եվ կա անհույս վերջի 4-րդ շերտը, դա այն խավն է, որը շատ լավ գիտի ամեն ինչի գինը, շատ լավ հասկանում ամեն ինչ, բայց մի արժեք ունի, դա ոչինչն է։ Այդ ցինիկների այդ խավը, որը այսօր մեծամասամբ հենց իշխանության լծակների վրա նստած, նրանք անհույս են։ Այդ ոչինչը չհասկացա, եթե կարելի բացեք։ Որոնք մի արժեք ունեն, եւ այդ արժեքը ոչինչն է։ Այսինքն իրանք որևիցե բանի չեն հավատում, որևիցե արժեք չունեն։ Զրոն է, այսինքն, զրո։ Այսինքն իրենց համար արժեքները չկան, գոյություն չունեն։ Եվ դրա համար այդ մարդկանց հետ որևիցե ճանապարհ անցնել, գնալ, այդ դիմադրության ճակատ ստեղծել եւ այլ անհնար է։ Սա է։ Եվ այդ դիմադրության ճակատը պետք է ստեղծվի այդ պայմաններում, իմ նկարագրած հասարակության պայմաններում։ Դիմադրության ինչին։ Սկսեմ նորից։ Ինքնիշխանությունը սկսվում է արժանապատվությունից, արժանապատվության զգացումից։ Առանց դրա որևիցե ինքնիշխանության մասին խոսել հնարավոր չի։ Եթե դու ունես անձնական ինքնիշխանություն, դու փորձում ես այդ ինքնիշխանությունը տարածել ավելի լայն հանրային ինքնիշխանության սահմաններով, այսինքն նպատակը դա է։ Այդ ինքնիշխանության ձեռքբերումն է, այդ արժանապատվության ընդլայնումն է, արժեքներին հավատարիմ լինելն է։ Մնացած ամեն ինչը ծառայում է դրան։ Դիմադրել դրա կորստին, դիմադրել դրա ջախջախմանը։ Այո, թույլ չտալ, որ քեզնից խլեն այն ինչ որ դեռ պահում ես, այդ արժեքները, եւ հետո ընդլայնես։ Պարոն Շուկազյան, ինչու տեղի չունեցավ քաղաքական ուժերի, որոնք գուցե եւ այդ հարցում, գոնե այս հարցում համանման են մտածում, դրանց համախմբումը կամ հավանաբար չի հասունացել մի ճակատ, չեմ ասում միավորումը, որտեղ այդ բառը շատերին նյարդայնացնում է, բայց գոնե այդ գաղափարի շուրջ Ես կարծում եմ, որ անգամ այս պարագայում որոշակի առաջընթաց եղավ։ Առաջընթացը չի արտահայտվում ասենք արդյունքների մեջ, առաջընթացը արտահայտվում է ուրիշ հարթությունների մեջ, որը միգուցե լայն հասարակության համար այդքան էլ տեսանելի չի։ Այսինքն ինչ որ այն կոմունիկացիան, այն պառակտվածության վիճակը, որը կար, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ սա ստիպում է այդ պառակտվածությունից ավելի դուրս գալ։ Ես չեմ ասում, թե պառակտվածությունը վերացել է, բայց դա այդ պայքարի ընթացքում այն մարդիկ, ովքեր ասում էին անիմաստ է, առհասարակ պետք չի այդ ընտրություններին մասնակցել, բան եւ այլ, չէ, այդտենց ասողներ կային, չէ, բոլոր արժեքազրկված են եւ հիմա էլ կան այդ ասողները։ Ես դրանց չեմ ընդունում, որովհետև ես կարծում եմ անգամ այդ կրելը, դիմանելը, դիմանալը, դիմադրելը, քայլ անելը երբեմն միջև վերջ պատկերացնելով անգամ ինչպես է լուծումը լինելու, այնուամենայնիվ ավելի առողջ մոտեցում է, քան այդ հանձնվելու վիճակը, երբ որ դու ասում ես, ես չեմ մասնակցում այդ ընտրությունները, ոչ մեկը խոսքով։ Այս քայլերը ես կարծում եմ ավելի առողջ են, ինչպես որ կոնսուլագերում ասում են նրանք, ովքեր ատամները լվանում են, նրանք ավելի երկար են դիմանում,
որտեղ դա կամքն է մարդկանց մարզում։ Մենք հիմա այդպիսի վիճակում ենք, գերված երկիր է, եւ այդ վիճակում պետք է այնուամենայնիվ մեր ատամները լվալ։ Ստացվում է, որ որպես այսպես ամփոփում շատ ծանր նկարագրություն կա այսօրվա իրավիճակի, բայց դուք անհույս չեք համարում եւ տեսնում եք, որ կան ծիլեր, որոնք կարող են հետագայում արդյունք բերել։ Այո, ես տեսնում եմ դա եւ դա այն խնդիրներն են, որոնք հայտնի խնդիրներ են, այսօր կապված եկեղեցու հետ, կապված ցեղասպանության հարցի հետ, մեր սիմվոլների հետ, մեր պատմության եւ այլն, այդ ամբողջ միավորող հիմքը կա մեր ժողովրդի եւ այդ հիշողությունը վերացած չի մեր ժողովրդի մեջից եւ այդ այն հիմքն է, որի վրա նորից այդ բնազդը, ազգային բնազդը գոյության արթնանում է եւ արթուն է, ես կարող եմ ասել, եւ կենթանի կրողներն էլ բանտում են։ Եվ ազգային ժողովրդական բևեռը չի հուսահատվել այս ընտրությունների արդյունքներով։ Որևիցե կերպ շարունակում է ընթացքը եւ պայքարը եւ դիմադրությունը այն ամենի ոչնչացման դեմ, որի մասին դուք խոսում եք, այդ ամենը պետք է ինչ անել, պաշտպանել, վերածնվել, կրել։ Որտեղ երբ որ արժեքը կրում ես, ինքը թելադրում է քեզ գործողությունը։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցին։ Խնդրեմ։ Մի քիչ ծանր ստացվեց, բայց ընդ որում հուսադրողը երևի վստահ եմ արհեստական չէր։ Դուք իսկապես հավատում եք, որ կա լուծում։ Շնորհակալություն։ Առաջ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուկազյանի հետ էի զրուցում, ես Գայանե Առաքելյանս։ Բարի ձեզ։